Աբովյան քրեակատարողական հիմնարկում 70 ազատությունից զրկված կին կա եւ 10 ազատությունից զրկված անչափահաս։ Հիմնականում անչափահասները գալիս են դանակահարություն, մեկ էլ գողություններով էլի։ Կանանց տարբեր հոդվածներով, կանանց կատարած հանցագործությունները ավելի սոցիալական բնույթի են, գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ են, սպանության դեպքեր շատ չեն, գրեթե չկան, ունենք, բայց տենց համատարած չեն սպանության դեպքերը, մեկ էլ թմրանյութերով են այս վերջերս գալիս։ Հիմա մենք գտնվում ենք Աբովյան քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման կենտրոնում, այսինքն դպրոցում, որտեղ ընթանում են դասապրոցեսները եւ կազմակերպվում են միջոցառումներ։ Սա մեր դահլիճն է, որտեղ մենք միջոցառումներ ենք կազմակերպում պարբերաբար, որտեղ այստեղ կանայք եւ անչափահասները մասնակցում են տարբեր բնույթի, տարաբնույթ միջոցառումներ։ Հոգեբանները աշխատում են միջանձնային հարաբերությունները, այնպես է, որ մարդը երբ որ նոր մտնում է քրեակատարողական հիմնարկ, հնարավոր է, որ խնդիրներ ունենան, նամանավանդ եթե չի եղել քրեակատարողական հիմնարկում, այդ ժամանակ մասնագետները բոլորը աշխատում են ինֆորմացիային տրամադրում, որտեղ ստրեսը ծնվում է հիմնականում ինֆորմացիայի պակասից, մարդը երբ որ հասկանում է որտեղ է գտնվում, ինչից կարող է օգտվել, որ ինքը լրիվ մեկուսացված չի աշխարհից, այդ ժամանակ արդեն ստրեսը թուլանում է։ Հիմնական շեշտը դնում ենք ադապտացիոն խնդիրների վրա, ստրեսականության, ստրեսի հաղթահարման, հարմարվելու, ինչ-որ որոշակի կարգավիճակ ձեռք բերելու վրա։ Հատկապես մեր անչափահաս կալանավորների հետ կամ դատապարտյալների հետ, ու կալանավորների հիմնականում, որովհետև գիտեք, տարիքային առանձնահատկությունները, հասունացման շրջանը, հորմոնալ փոփոխությունները եւ այլն ինչ-որ չափով ազդում են նաեւ իրենց վարքի վրա, հասունացման, չգիտեմ, իրենց տեղը գտնելու նման խնդիրներով։ Հիմնական խնդիրները, հիմնական ներողություն, հիմնական խնդիրները իհարկե շատ այսպես ասած акցենտը դրված միջանձնային փոխհարաբերությունների վրա, որտեղ տարբեր բնույթի բնավորության առանձնահատկություններով մարդիկ ոնց որ հավաքվում են միտեղ ու իրենց համատեղելիության խնդիրները լուծելու համար շատ ակտուալ է միջանձնային փոխհարաբերությունները։ Բոլորին ազատություն, ընտանիքների կրկում դիմավոր են ամանորը իրանց ընտանիքներին։